Բարև սիրելի երիտասարդներ, ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, հույսով եմ լավ եք, բարև Կարեն, Բարև ավետիս, ինչպես ես, լավ, իսկ դու, լավ, շնորհակալություն, սիրելի երիտասարդներ, այսօր Կարենի հետ միասին պետք է խոսանք մի շատ կարևոր նյութի շուրջ, որ Կարենը հենց ինքը պատրաստել է մեզի համար այս խոսքերը, որ գրված է ավետարանի մեջ, Հովանու ավետարանի 15-րդ գլխի 13-14-րդ համարները, որ հենց ինքը Հիսուս մեզի կխոսի։ Միջ խոսքը Կարենին տալը կուզեմ կարդալ այս համարները եւ վերջը Կարենը մեզ ավելի կոնկրետացված կպատմի այս խոսքերի մասին։ Ուրեմն այսպիսով, ասկի ավելի մեծ է, մեկը չի կրնալ ունենալ, որ մեկը իր կյանքը ընկերների համար դնի։ Դուք իմ ընկերներն եք, եթե ընելու ունեք ինչ-որ ես ձեզի կպատվիրեմ։ Սիրելի եղբայր, կխնդրեմ քեզի, որ ավելի կոնկրետ մեզի մեկնաբանես այս համարները։ գիտեք, դա մեծ պատիվ է, որ Հիսուսը ընդունում է մեզ, որպեսզի իրան հնգեր, որտեվ գիտեք, Հիսուսը այն մեկն է, որ դժվար պահերին, մեր մենակ լինելու վաղ պահերին, ինքը միշտ մեր հետ է, երբեք իր ձեռքը չի բաց թողում, միշտ ուզում է մեզ օգնած եղնի, միայն թե պահենք իր պատվիրանները եւ իր խոսքերը։ Ամեն։ Այո, սիրելի երիտասարդներ, ինչպես կտեսնենք, որ այս աշխարհի մեջ շատ երազանքներ ունենք, ամեն մեկս, որ ունենանք լավ ընկեր, որ միշտ մեր կողքը լինի, մեր նեղությունների, դժվարությունների, ցավոտ պահերին գա եւ մեզի օգտակար լինի, մեր հոգսերը իր վրան առնելով մեզի առաջնորդի բարի, լավ, ուրախ օրերի մեջ, բայց ցավոք սրտի այս աշխարհի մեջ շատ քիչ կան այդպիսի մարդիկ եւ կուզեմ պարզապես Կարենի խոսքի վրա ավելացնելով ասել, որ կա մեկը, որ կարող է մեզի լինել լավ ընկեր, միայն թե պետք է մենք մեր կյանքը հանձնենք Հիսուս Քրիստոսին եւ կատարենք նրա խոսքերը, պատվիրանները եւ ինքը իր խոսքի համաձայն միշտ մեզի կառաջնորդի եւ կլինի միշտ մեր կողքը մեր ամենադժվար ժամանակահատվածների մեջ։ Կարեն եղբայր, կխնդրեմ, որ իսկապես մեզի քո սրտի մեջի եղած քաջալերական խոսքը տաս, որ հանձնվենք Հիսուս Քրիստոսին եւ իրական փորձենք լինել ընկեր Հիսուսի հետ։ Այո, Հիսուս այն հնգերն է, ով որ փնտրում է ձեր հոգին։ Հանձնվեցեք իրան, ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք չեք փոշմանի։ Այո, ինչպես մեր եղբայրը ասեց, իրական երբ որ հանձնես քո կյանքը, երբեք պիտի չփոշմանես։ Եվ ես եք ուզեմ ասել ձեզի, ասկի ավելի մեծ մեկը չէր կարող ունենալ մեր հանդեպ։ Նայեցեք սիրելիներ, անչափ սիրես քեզի, որ միջև խաչապայտը բարձրացավ։ Իր մեջ եղած մեր հանդեպ ունեցած սերը իրան դրթեց, որ միջև իր անձը ուրանը եւ խաչին վրա ելնե, ցավ կրե, արյուն թափե, որ մեզի պես մարդկանց փրկություն պարգևի եւ մեզի պես մարդկանց ընկեր լինի եւ մեր պես երիտասարդների սրտերը նորոգի, ներողությունը հանի մեր մեջից եւ կարողանանք այս մեր երիտասարդ կյանքով իրեն փառք բերելով ապրենք միջև այն օրը, երբ որ նա պիտի վերադառնա եւ մեզի իրեն հետ պիտի տանի երկինք։ Տերը օրհնի ձեզ։ Ցտեսություն։ Տեսություն։